Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդակցությունը թե մարտ 18-ի ժամը 22:20-ին մինչև մարտ 19 ժամը 1:40 Հայաստանի զինված ուժերու ստորապաժանումները գրագած են սահմանակոդի արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներուն տեղակայված Ադրբեջանի ցիրկերուն ուղղությամբ չի համապատասխաներ իրականության գայտնին պաշտպանության նախարարութենեն։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատած է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ցիրկորոշման համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդակցությունը հիմնավորող փաստերը ադոնք Հայաստանին փոխանցելու բարակային։ Այս բաղութրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության չէ փոխանցած Հայաստանի զինված ուժերու ստորապաժանումներուն կողմեն հրատատարի խախտման ոչ մեկ փաստական դվյալ կամ հիմնավորում։ Արտաքին գործոս նախարարի դեղակալ Վահան Կոստանյան հանդիպած է Իսպանիա թագավորության արտաքին գործոս Եվրամիության եւ համագործակցության նախարարության արտաքին հարաբերություններու գծով pedagogan քարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։ Կոստանյան ներկայացուցած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին համաձայնագիրի վերջնական փոխհամաձայնեցման վերաբերյալ միջազգային թերագադարներու թրագան արձագանքները։ Ան կարևոր նկատած է վստահության վերականգնման միջոցներու արգայությունը որպես տարածաշրջանի մեջ երկարատև խաղաղության հաստատման կարևոր փաղադրիչ։ Վլադիմիր Պուտին եւ Դոնալդ Թրամփ 2.5 ժամ դեպողությամբ հերախոսազրույց ունեցած են։ Կրեմլինի մամլոյցարայությունն ու Սպիտակ տուն հրաբարագեցին զրույցի մանրամասնությունները։ Պաշտոնական Մոսկվայի հաղորդմամբ նախագահները շարունակած են մանրամասն եւ անգերց միտքերու փոխանակում Ուկրաինայ շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերյալ, հաստատելով իրենց պատրաստակամությունը չանքեր գործադրելու հագամարտության ղեկավարման ուղղությամբ։ Պուտին պաշտպանած է Թրամփի առաջարկը Ռուսաստանի եւ Ուկրաինայ կողմեն ուժանույթի ենթակառուցվածքներուն վրա հարվածներեն 30 օրյա փոխադարձ հրատատարի վերաբերյալ եւ նման հրահանգ տված է զինվորականներուն։ Ան նաեւ հայտնած է, որ 175-175-ի դիմացքերիներու փոխանակում տեղի պիտի ունենա մարտ 19-ին։ Կրեմլինի հայտարարության համաձայն կողմերը ուկրաինական ղեկավարման հասնելու նպատակով պիտի ստեղծեն ռուսական եւ ամերիկյան փորձագիտական խումբեր։ Սպիտակ տունը հայտարարությամբ տեղեկացուց, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը համաձայնած են, որ խաղաղության ուղին պետք է սկսի ուժանույթի եւ ենթակառուցվածքային հրատատարեն, ինչպես նաեւ բանակցություններեն սևձովում է զինադատարի ընդհանուր հրատատարի եւ մշտական խաղաղության հաստատման շուրջ։ Հայտարարության մեջ նշված է, որ այդ բանակցությունները պիտի սկսին անհաբաղ։ Երկու ղեկավարներն ալ համագործիկ են, որ Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններու բարելավմամբ բավական մեծ հերանեկարներ ունի, սա կներառի խոշոր տնտեսական գործարքներ եւ աշխարհակաղակական գայունություն խաղաղության ձեռքբերումեն հետո ըսված է հայտարարության մեջ։ Բացի այդ, Պուտինն ու Թրամփը նարգած են նաև մերձավոր արևելքի մեջ ստեղծված իրավիճակն ու հնարավոր համագործակցությունը աբակա հակամարտությունները կանխելու համար։ Երկու երկիրներու առաջնորդները հանգամանորեն խոսած են տարածաշրջանի մեջ արգա խնդիրներու մասին, տեսնելով համագործակցության հնարավորություն աբակա ճգնաժամերը կանխելու նպատակով։ Ռուսաստանի եւ Ուկրաինայ ուժանույթի հատվածին վրա հարձակումներու 30 օրյա հրատատարի մասին Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի համաձայնությունը դեպի մշտական խաղաղության առաջին քայլն է, հայտարարած են Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները։ Հաջորդ քայլը պետք է լա Ուկրաինայ մեջ գրագի ամբողջական դադրեցում եւ որքան կարելի է շուտ, իհարկե երկու քսալադոր համաձայն ենք, ըսած է Մակրոն Շոլցի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Իր հերթին Գերմանիայի կանցլերը նշած է, որ առանց Ուկրաինայ համաձայնություն չի գտնարել երկու առաջնորդները միաժամանակ ստացած են շարունակել ռազմական օգնությունը Ուկրաինայ։ Պուտին-Թրամփ հերախոսազրույցեն ժամեր անց Ռուսաստանն ու Ուկրաինան իրար մեղադրած են օդային հարձակումներ կատարելու մեջ։ Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակ հայտարարած է, որ Ռուսաստան չորեքշաբթի առավոտյան գանուխ հարձակումներ կատարած է քաղաքացիական ենթակառուցվածքներու վրա։ Ուկրաինայ հյուսիսարևելքին գտնվող Սումի շրջանային իշխանություններ հայտնած են, որ Ռուսաստանի անօդաչու սարքերու հարձակումներեն վնասված է 2 հիվանդանոց եւ իրենք ստիպված եղած են դարհանել հիվանդներն ու հիվանդանոցի անձնագազմը։ Զելենսկին ասաց է, որ Թրամփի Պուտինի հրախոսազրույցին հաջորդած ժամերու ընթացքին Ռուսաստանը 40-ի ավելի անօդաչու թռչող սարք ուղարկած է Ուկրաինայ դեմ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ալ հայտնած է, որ իր ստորապաժանումները գիշերը ոչնչացուցած են ուկրաինական 57 անօդաչու թռչող սարքեր, որոնց մե 35-ը սահմանային Կուրսկի շրջանի մեջ։ Ստամբուլի մեջ իրավաբանները լայնածավալ գործողությունը սկսած են ընտիմատիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ցերպակալելու հրաման դրված է հայտնի Սաբահ-թերթը։ Ստամբուլի համալսարանը երկուշաբթի որոշում կայացուցած է չեղարկելու Իմամօղլուի դիպլոմը, որը կխոչընդոտե երկրի նախագահի պաշտոնին անոր առաջադրման։ Հատկանշական է, որ Ստամբուլի ընտիմատիր քաղաքապետը առայժմ ընտիմության միակ տեխնազուն է խոշորագույն ժողովրդահանրապետական կուսակցության կողմեն։ Ան կհամարվի Թուրքիո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակարակորդը։ Թուրքիո սահմանադրության
կրթության համաձայն նախագահի պաշտոնին կրնան առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցողները։ Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ մարդկային իրավանց պաշտպան Անահիտ Մանասյանը այցելեցին Պետական մրցանակի թափնեգիր պրոֆեսոր Հայաստանի ազգային հերոս Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեկիջյանին։ Նախարարության դարածած հաղորդակցության մեջ նշված է, որ այցի շրջանակներում մեջ պաշտոնյաները հետևած են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբի Սպենտիարյան անվան օպերայի եւ բալեի ազգային ակադեմիական թատրոնի մեջ եւ Արամ Խաչատրյան համերգասրահի մեջ հարաճիգային գայանալիք համերգներու փորձերում։ Կարևոր նկատելով համերգներու մեջ երգչախումբի ըստ պատշաճի պատրաստվածությունը։ Հովհաննես Չեկիջյան ընդգծած է, երկող մարդը պետք է դրամատրություն ունենա, եթե չկարողանանք այդ դրամատրությունը ստեղծել, ոչինչ կստացվի։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։